Եթե Ադամը եւ Եվան, որի անունը իհարկե, որոնց անունները Ադամ ու Եվա չեն եղել բնականաբար, այդտեղ են եղել այդ ծաղկանց լեռները, այդպես կոչեն։ Ծաղկանց լեռներում են այդ մարդիկ, այդ Աստծո կողմից ստեղծված առաջին մարդիկ։ Իհարկե շատ պարզունակ է, շատ այնպես անհասկանալի է, ինչպես կարող են երկու հոգուց այսքան ազգեր ծնվեցին։ Միջնադարում ձեռք է առնում քրիստոնեական այդ առասպելաբանությունը, բայց այնուամենայնիվ այդպես է ներկայացվում, թե որ ներկայացվում է մարդկության սկիզբն է, դա ամբողջ աշխարհն է ընդունում, եւ եթե դա Հայաստանում է, ուրեմն ինչու մենք մտածենք, որ դա հայերը չէին, մի ուրիշ մարդիկ էին։ Միայն Ադամ եւ Եվայի հարցը չի։ Հետո հիշում եք, ասում է Աստված է որ ստեղծեց երկիրը, երկինքը բաժանեց երկրից, հողը ջրից եւ այլն, ցամաքը ջրից, հետո կենդանիներին ստեղծեց վերջում մարդուն, հետո Ադամին կանչեց ասեց սրանց անուններ դիր։ Բայց այնտեղ պարզվում է, որ ամեն ինչին չէ, որ Ադամը անուն է դրել, այլ դրել է թռչուններին եւ կենդանիներին, ձկներին, սողուներին, կենդանական աշխարհի անուններ դրել, եւ սա նույնպես լուրջ կռվան է լեզվաբանական հետազոտությունների առումով, հենց հատկապես կենդանական անունները ստուգաբանելով հայերենի եւ շրջակա լեզուների, հնագույն լեզուների իհարկե, չեմ ասում ժամանակից երիտասարդ լեզուների, այնտեղ մեր հայագետները լուրջ ստուգաբանություններ են կատարել եւ գտնում են, որ այդ բոլորը հայկական ծագում ունի, այսինքն մյուս բոլոր լեզուներում այդ կենդանիների անունները իրենց ծագումով հայկական են։